Ես ուզում եմ, քանի որ հերթը հասավ այսօրվա այդ շրջիկ կրկեսի ավտոբուսյան էքսկուրսիաներին, իդեպ ես ձեզ ասեմ, Ադրբեջան, օրինակ, տես տերմին կա ավտոբուսային ընդդիմություն, որին նստացնում են տենց ավտոբուսներ ու ման են տալիս Իլհամ Ալիևի հետևից բեմադրված ինչ-որ ներկայացումներ ցույց տալու համար։ Այսօր դա շատ հիշեցրեց կադրերը, որովհետև շատ նման էր էլի այդ պաստանովիչնի։ Ինչու դա նյարդայնացրեց հանրությանը, մի քանի պատճառ կար։ Առաջի պատճառը իհարկե դա Իրանում տեղի ունեցող ռազմական գործողությունների ֆոնին այդ հեգնական անհոգությունը, իմիտացիան, հա, այդ անհոգության, դրան ուզում եմ ավելի հստակ անդրադառնանք, որովհետև երբ որ այդ ավտոբուսում նստած տարատեսակ երևույթներ, արագ-արագ ստատուսներ են գրում, որ դուք բան եք արել, նեղվել եք, որ մեն մոտ խաղաղություն է, պատերազմ չկա, չէ, դեբիլներ։ Մենք նեղվել ենք, որովհետև բոլոր պետությունների նորմալ իշխանություններ, տարածաշրջանում եւ տարածաշրջանից դուրս, արդեն հրատապ միջոցներ են ձեռնարկում։ Օրինակ դիմում են իրենց քաղաքացիներին ինչպես էվակուացվել Իրանից, հա, Հայաստանի միջոցով այդ թվում։ Իսկ Հայաստանի ԱԳՆ-ն իր քաղաքացիների էվակուացիայի մասին ոչինչ չի խոսում։ Ինքը ասում է զգոն եղեք, հետևեք պաշտոնական, այսինքն Իրանում, որտեղ առանց էտել համացանցի հասանելիությունը սարսափելի վատնա։ Հիմա առավել եւս ենթադրում եմ, հա, անջատած է ամեն ինչ։ Մակարդակի վրա է իջել, օրինակ երեկվա համեմատ։ Անջատված է ամեն ինչ։ Այդ մարդիկ պիտի նստեն, գտնեն ինչ-որ VPN-ներ, ինտերնետ հնարավորություն, որ 68 հատ ձեր update-ին հետևեն, դուք գիտեք, որ սկսվելու է դա գիտեր ամբողջ աշխարհը։ Այնպես չի որ հատկապես երեք Դոնալդ Թրամփը համարյա բացահայտորեն անոնսեց։ Արդ շաբաթներ շարունակ բոլորը դրա մասին բաց խոսում են։ Իր դժկամությունը, դժգոհությունը հայտնելով Իրանի դիրքորոշումից եւ այլն արդեն ակնհայտ էր, որ նախ դա, երկրորդը պաշտպանության նախարարը, որը այսօր էլի այդ ավտոբուսում սելֆի էր անում, օրեր առաջ եղել է Թեհրանում։ Այսինքն վստահաբար իրան իրազեկել են։ Ինչա սպասվում։ Վստահաբար ինքը իմացել է այդ ամեն ինչի մասին։ Չկար հնարավորություն, որ նույն ԱԳՆ-ն, որի նախարարը էլի սելֆիները անում այդ ավտոբուսի միջից, տեղեկացված չլիներ։ Մենք այնտեղ ունենք բազմահազարանոց համայնք հայկական։ Մենք այնտեղ ունենք քաղաքացիներ Հայաստանի։ Մենք այնտեղ ունենք այլ երկրի քաղաքացիներ, որոնց իրենց դեսպանատները ասում են չերես Հայաստան դուրս եկեք, բայց մեկը Հայաստանն հարցրել է, Հայաստանը պատրաստ է առհասարակ, իհարկե պատրաստ չի, որտեղ ավտոբուսով պատտվում են նարդի են խաղում, պերաշկի են ուտում ստեղի իշխանությունները։ Չէ, այստեղ մի կարևոր խնդիր էլ կա, տեսեք, ռեգիոնի ամենախոցելի երկիրն է Հայաստանը, թերևս, առանց շաբազանցության այս պահին, որտեղ գիտենք, որ մենք անվտանգային բազմաթիվ խնդիրներ ունենք, գիտենք, որ լոգիստիկ խնդիրներ ունենք, գիտենք, որ ընդհանրապես ինֆրաստրուկտուրալ եւ բազմաթիվ առումներով ուժային բալանսի նույնիսկ աննշան խախտումը մեր ռեգիոնում կարող է առանց չափազանցության նույնիսկ պետականության կոլապսի բերել։ Հիմա այս պայմաններում պարտավոր էր ուղղակի երկրի փաստացի վարչապետը շրջիկ խմբեր կազմելու եւ քարոզչությամբ զբաղվելու փոխարեն անվտանգության խորհրդի նիստ հրավիրել։ Հրատապ։ Եվ առնվազն քննարկել զարգացումների մի քանի սցենար։ Իհարկե։ Բայց ես շատ ուշադիր իդեպ այսօր մամուլին հետևում էի, բանից պարզվեց, որ անվտանգության խորհրդում մի հատ ինչ-որ հավաք եղել է։ Չեն էլ նշում ով է վարել այդ խորհրդակցությունը, ինչ ա եղել, տարբեր գերատեսչությունների համապատասխան պաշտոնյաների են հավաքել եւ քննարկել են Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը։ Որ քննարկել են արտգործնախարարությունը, ինչի՞ չունի որևէ որոշում քաղաքացիներին իր հայտնելու։ Վստահ եմ, որ այդ մեր քննադատությունների արձագանքելով ուղղակի այդ դա էլ է իմիտացիա։ Լավ, պարոն Սուրենյանց, թողնենք Իսրայել ու Իրան։ Արդեն քանի պետություն է ներգրավվել այս process-ի մեջ։ Մենք Դուբայում Ծոցի երկրները, տարածաշրջանի բոլոր երկրները։ Քանի հայ կա այս պահի գրեթե բոլոր երկրները, որտեղ օրինակ Եվրամիությունը ավելորդ ճամար են կասել, արտակարգ նիստ հրավիրում, գուցե ժամերին արդեն Մակում էլ պահանջեցին, Մակում հենց մեր եթերին զուգահեռ։ Ընթացքում, այո, ինֆորմացիա կունենա։ Այսինքն աշխարհի երկրների մեծ մասը կամ
այն երկրները, որոնց հետ Հայաստանը ամենօրյա ռեժիմով շփվում է, բոլորը ներգրաված են։ Սրանք ավտոբուս են քշում։ Սա երկու բանի կարա բերի, էլի, երկու հետևության։ Կամ ինքը շատ լավ է գիտակցում, որ երկրի սուբյեկտությունը ճզմած լիմոնի կարգավիճակի է բերել եւ այլևս Հայաստանից ոչինչ կախված չի եւ հետեւաբար ինչ իմաստ ունի այդ թեթև սոլիկ վարկագծից կտրվել, երբ որ քեզանից ոչ մի բան կախված չի, կամ էլ շատ ավելի վատ, հատկապես օգոստոսի 8-ից հետո ես ողջամիտ կասկածներ ունեմ, որ հատկապես իրանական կամպանիային վերաբերող հարցերում մենք ամբողջովին մեր լեգիտիմությունը հայտնի կենտրոնին ենք զիջել, այսինքն օգոստոսի 8-ը օրինակ շատ մասնագետներ, այդ թվում ամերիկացի, օրինակ Միրշայմերը եւ այլ քաղաքագետներ բացահայտորեն ասում էին, որ Հայաստանի ղեկավարությունը կամա թե ակամա գիտակցաբար կամ ոչ միացել է հակաիրանական կամպանիային այդ թրիպ կոչված նախաձեռնություններով, կնիքը դրել է այլոց հակաիրանական կամպանիայի ծրագրի տակ, հա։ Այսինքն այս իրավիճակում հատկապես պետական ռեսուրսի եւ ջանքերի կենտրոնացում պիտի լիներ։ Կրիզիսային կառավարման պիտի անցներ Հայաստանը։ Ու հələ դա համադրեք պերաշկի ուտելու հետ կրիզիսային կառավարման մասին, հա։ Այստեղ խոսեցինք փախստականների մասին խոսքս ավարտեմ։ Ֆորս մաժոր չի։ Իրենք իմացել են, որ դա լինելու է։ Ավելին, առաջին անգամ չի, որ դա լինում է։ Այսինքն անցած տարի մենք ունեցել ենք էլի համանման իրավիճակ, երբ որ փախստականները պանիկայի մեջ ցամաքային սահմանով անցնում էին, կուտակումներ էր, մարդիկ չէին կարողանում տրանսպորտ գտնել, որպեսզի հասնեն Երևան, ինձ զանգում էին իրանահայ ընկերներս, փորձում էին Կապանից տաքսի գտնել, որպեսզի այդ մարդկանց սահմանից էվակուացնեն, որովհետև մարդիկ ոնց կարեցել են ձեռքը ինչ եղել այդ պահին, վերցրել են, վազել են դեպի սահման։ Այսինքն սա ֆորս մաժոր չի, որ ասես լավ, առաջի անգամ ասենց բան տեղի ունենում։ Բայց բոլոր հարցերում են իրենք այդպես։ Գալիս էի դրան։ Փախստականներ ընդունելու process-ի կազմակերպումը, այսինքն դա տեխնիկական եւ հրատապ խնդիր է։ Դա այնպես չի, որ Հայաստանից ինչ որ բան աշխարհակաղակական process-ներում կախված է, չէ, դա տեխնիկական հարց է, որը պիտի անես։ 1. Երկրորդը, մենք ունենք բիզնեսներ, որոնք կապված են Իրանի հետ, արտահանում, ներմուծում, չգիտեմ, բեռնափոխադրումներ, ընկերություններ, որոնք հիմա այդ ամբողջ գործունեությունը պարալիզացված է, այդ մարդիկ ունեն հարցեր, այդ մարդիկ ինչ որ բան են ներմուծում, օրինակ, շուկան ինչ որ չափով պարալիզացվում է այդ ապրանքների չներմուծվելուց, այսինքն սա հրատապություն ունեցող խնդիրներ, որոնք այդ թվում եւ ազգային անվտանգության հետ են կապված, պարենային անվտանգության հետ եւ այլն, որոնք հրատապ լուծման կարիք ունեն եւ տնտեսականը եւ փախստականներ ընդունելու տեսանկյունից։ Երրորդը դա այն ինչի մասին դուք խոսեցիք, հա, ռազմական տեսանկյունից, անվտանգային տեսանկյունից դրան մոտենալը, որովհետեւ պայթյունավտանգ վիճակում է մերձավոր արևելքը։ Մեր քթի տակ է դա տեղի ունենում։ Եվ երբ որ դու տեսնում ես, որ պաշտոնյաները հեգնանքով արձագանքում են անհարգալից դրսևորումներով, արձագանքում են հանրության անհանգստությանը, այսինքն ինչքան պիտի չհարգես սեփական ժողովրդին, որ սկսես ձեռ առնել իրանց անհանգստության։ Ունես չի, չէ՞ որ այդ անհանգստությունը օդից է, որ դա, չգիտեմ, Սինգապուրում է ինչ որ բան տեղի ունեցել, քո մոտ պանիկա է, չէ, այ մարդ հենց քո կողքն է, ու դա ուղղակիորեն առնչվելու է քո հետ, հա, ուղղակիորեն։ Ցանկացած պատերազմ, չգիտեմ, ռուս-ուկրաինական պատերազմը երբ որ սկսեց, դա էլ մեր վրա անդրադարձավ ուղղակիորեն։ Իսկ սա հենց մեր կողքն է, հարևանության փակ։ Մանավանդ մի կարևոր շեշտադրում էլ կա, որ երբեք չի կարելի անտեսել։ Գաղտնիք չի, որ հատկապես 44-օրյա պատերազմից հետո Իրանի դիրքորոշումները մեծապես նպաստել են Հայաստանի կողմից ինչ-որ ռիսկերի կառավարման։ Իհարկե, եթե նորմալ իշխանությունները այդ ռիսկերը ավելի արդյունավետ կկառավարվեին, եւ այսպես ասենք, որ Իրանի դիրքորոշումները մեծապես ռազմավարական կայունությանն են նպաստել ռեգիոնում, թույլ չեն տվել, որպեսզի ամբողջ ծավալով թուրք-ադրբեջանական այդ տանդեմը իրեն ազատ զգա, որոշակի կաշկանդող մեր համար կայունացնող գործոն է ունեցել Իրան Իսլամական Հանրապետությունը, այսինքն որևէ ողջամիտ իշխանություն
պետք է այսօր առնվազն այդ ստրատեգիական բալանսի ավելի իվնաս մեզ խախտման փաստը դարձնել շատ լուրջ փակ քննարկումների, չգիտեմ, մասնագիտական քննարկումների առարկա։ Եվ ես վստահ եմ, իրանք փորձագիտական քննարկումներ էլ նույնիսկ չունեն։ Հիշում եք, այսօր մի հատ դրվագ եղավ այդ միկրոավտոբուսի մեջ, չգիտեմ ինչի որոշել էր, որ միջազգային քաղաքականության ամենալավ փորձագետն էլ Ռուբեն Ռուբինյանն է, Նիկոլ Փաշինյանն նրան հարցնում էր, ասում էր միջազգային հարցերից ինչ կա, նա էլ ասում է դե խառն է, բայց լավ կլինի։ Տեսեք մակարդակ է, էլի։ Ռուսաստան անվտանգության խորհրդի նիստ է անում։ Իրանի ղեկավարները տարածաշրջանի բոլոր երկրների հետ զրուցել են, արտգործնախարար։ Դե Հայաստան զանգ չի եկել բնականաբար։ Ախր խնդիրն այն է, որ սփյուռք ունեցող պետություն ենք, հա, ոչ միայն Իրանում եւ Իսրայելում համայնքներ ունենք, այս պայդրությամբ մերձավոր արևելքի այլ երկրներում էլ ունենք։ Եթե Գերմանիայի օրինակ արտգործնախարարությունը իր քաղաքացիներին ասում է Լիբանանից դուրս եկեք, ես վստահ եմ մեր արտգործնախարարությունը ըսկի չի էլ տարածել ոչ մի բան այդ թեմայով, կամ էլ չեն պատկերացրել ռիսկային գոտի աշխարհագրորեն ձևով։ Դուբայում եւ Աբու Դաբիում հարյուրավոր, եթե ոչ հազարավոր հայեր կան այս պահի դրությամբ։ Լիբանանում Նույնիսկ իրենց հանգստի մեկնած մարդիկ, որոնք հիմա օդանավականներում են, անձամբ եմ խոսել։ Մարդիկ, որոնք պարալիզացված վիճակում են ժամերով։ Ինչի համար է ԱԳՆ-ն։ Այո, ԱԳՆ-ն ինչի համար է, եթե դու քո քաղաքական կամ տուրիզմի կոմիտեի է, ինչ զրթուզիբիլ է, ինքը ինչի համար է, եթե դու քո քաղաքացիներին հենց այդ հրատապ կրիզիսային իրավիճակում ձեռք չես մեկնում օգնության։ Ձեր ֆունկցիան ի՞նչն է, մենակ պարգևավճար ստանանք, այդպես լուրջ կոստյումներով գնանք արտասահմանյան հյուրերի կողքը կանգնեք, նկարվեք, էտա, ու այս վարքագիծը իրականում ինձ հիշեցրեց նույնը, ինչ որ իրենք անում էին, երբ որ սկսվեց կովիդը։ Դուք հիշում եք, նույն ձևի քարոզարշավային անում այդ իրանց այո ոչի, երբ որ բոլոր միջազգային կազմակերպությունները, սկսած ՈԶ-ից, տարբեր պետություններ արդեն սահմանափակումներ էին մտցնում, ահազանգում էին, որ սա լուրջ էպիդեմիա է, իրենք նպաստում էին տարածման այդ վիրուսի պատտվելով ամբողջ Հայաստանով իրանց քարոզարշավով ու հələ մի հատ էլի հեգնական արտահայտություններ էին անում, լավ պինցետով կհանենք, արաղով, սրանով, նրանով, անլրջացնում էին այդ ամեն ինչը, հետո մինչև 10,000 կարծեմ, եթե չեմ սխալվում, հա, ստատիստիկայով մահացություններ են ունեցել կովիդի